Պարոն Տոնյան, մայիսի 28-ին տեղի ունեցավ զորահանդեսը, նոր զենքեր ներկայացվեցին 2022 թվականից հետո ձեռք բերված, նախ ինչպես եք գնահատում եւ արդյոք այդ ձեռք բերված զենքերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակը կարող է օրինակ հարձակման դեպքում հաղթել հակառակորդին, պայմանական հակառակորդին, ինչպես այդ զորահանդեսի ժամանակ էր։ Որպես նախկին պաշտպանության նախարար կարծում եմ, որ հասկանում եք, որ ես ուրախ եմ ցանկացած նոր ձեռքբերումների համար, բացի նոր ձեռքբերումներ նաև եղել են սպառազինություն, որը որ ձեռք է բերվել նաև իմ պաշտոնավարման ժամանակ եւ ներկրվել է բավականին դժվարություններով իմ պաշտոնավարման ժամանակ, շատ բաներ ներկայացված չէին, գնահատական տալ, թե ինչքանով է պատրաստված այդ սպառազինությունը կիրառման համար չեմ կարող, որովհետև իմ համար նոր տիպի սպառազինություն էր նաև ուրախացնում է անօդաչու թռչող սարքերի բազմազանությունը եւս գնահատական կարելի կլինի տալ միայն այն դեպքում, երբ որ դրանք կիրառելիության մեջ մենք կտեսնենք։ Մի ճշտող հարց է, քանի որ հատկապես վերջին շրջանում այս քարոզարշավի ընթացքում բարբերաբար իշխանության ներկայացուցիչները, քպականները անդադ նշում են, որ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ սահմանափակվել է, բավարարվել է միայն կողմերին այդպես հորդորելով, էլի կոչ անելով դադարեցնելու պատերազմը, եւ այս հայտարարություններին վերջերս շաբաթներ առաջ, եթե չեմ սխալվում, Նարեկ Կարապետյանն էր անդրադարձել, ասել էր, որ այդ ժամանակվա պաշտպանության նախարարին ձեզ, պարոն Տոնյան, առիթ լինելու դեպքում հետաքրքրվենք հարցնենք, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Եվ ձեր մեկնաբանությունը։ Ես լսել եմ Նարեկ Կարապետյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանն այդ հարցը բարձրացրել, նախկին պաշտպանության նախարարին գնացեք հարցրեք, թե ինչ է կատարվել։ Որպես երևի բոլորդ գիտեք, տեղյակ եք, ես կասկածում եմ, չեք էլ կասկածում, որ ես միշտ զսպվածություն եմ ցուցաբերում սենսիտիվ հարցերի վերաբերյալ պատասխաններ տալու, ինչ որ վերաբերել է պաշտպանության նախարարության, պաշտպանական համակարգին կամ նույն ռազմական գործողություններին, որոնք որ 44 օր են տեղացել։ Տեղեկատվությունը աջակցության համար զինված ուժերին սենսիտիվ տեղեկատվություն է, այսինքն կամ պետական գաղտնիք է պարունակում կամ ծառայողական գաղտնիք, դրա համար ես չեմ խախտի իմ պահվածքը, այսինքն արտահայտելու կոնկրետություն որևիցե աջակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ գնահատանքի է արժանի ցանկացած բարեգործությունը, աջակցությունը զինված ուժերին, որոնք որ իրականացվել է մասնավորապես 44 օրյայի ժամանակ եւ մասնավորապես բոլոր անհատների եւ կազմակերպությունների կողմից։ Դա հավաքական մի ներուժ էր, որը որ պաշտպանության նախարարության զինված ուժերի օգուտ է եղել։ Մասնավորապես նաեւ Սամվել Կարապետյանի աջակցությունը, որը որ բավականին էական եւ բազմազան է եղել է մինչեւ 2018 թիվը, եղել է 2018 թվականից մինչեւ ռազմական գործողությունները եւ հուսով եմ, որ հիմա էլ կա։ Նա բազմազան եւ էական է եղել, բազմակողմանի եւ էական է եղել եւ իր, կարծում եմ բոլորդ հասկանում եք, իր կարողությունների շրջանակում կարելի է գնահատել բավականին օգտակար։ Պարոն Տոնյան, ներեցեք, կարող եք ուղղությունը նախ խնդրում եմ ասեք, այսինքն եղել է սպառազինությամբ, օգնություն, սնունդ եւ այլն։ Սկզբից ասել եմ, չէ՞ որ դա ես մանրամասների մասին չեմ խոսի։ Այդ ամեն ինչը գրանցված է պաշտպանության նախարարությունում, չեմ կարծում, որ ձեզ կտրամադրվի այդ տեղեկատվությունը եւ չի տրամադրվի նաեւ իմ կողմից, որևիցե մեկի աջակցությունը, ոչ միայն Սամվել Կարապետյանի։ Բայց ես նաեւ ասացի, որ էականն է եւ բազմակողմանի է եղել։ Պարոն Տոնյան, ներեցեք, մեկ հարց